Առողջ ապրելակերպ խորագիրը կրող Գեղարքունյաց ձմեռ 2026 միջոցառման շրջանակներում Գավառում անցկացվում է Գավառի ձմեռային խաղեր 2026 մարզական փառատոնը։ Գավառի համայնքապետարանը հոգացել էր տարածքում մարզական միջավայրի ապահովումը, իսկ ձյան առատ շերտը ավելի հետաքրքիր էր դարձնում փառատոնի ընթացքը։ Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ այս տարի եւս տեղի ունեցավ ավանդույթ դարձած Գավառի ձմեռային խաղեր փառատոնը։ Այս տարի ավելի շատ դպրոցներ մասնակցեցին, հետաքրքիր էր մասնակիցների համար, իմ կարծիքով կարողացել ենք ապահովենք մարզասերների համար հետաքրքիր միջավայր։ Փառատոնի մասնակիցները Գավառ համայնքի հանրակրթական դպրոցների, Գավառի մարզադպրոցի տարածքային ստորաբաժանումների մարզիկներն ու թիմերն են։ Նրանք իրենց ուժերը չափում են պարանի ձգում, կշռաքարի բարձրացում, բասկամարտ, ձնագնդիով հարված նշանակետին, ազգային մարզաձևերում եւ Սպորտլանդիայում։ Ես ներկայացնում եմ Գավառի երկրորդ միջնակարգ դպրոցը, պատրաստվել ենք այս փառատոնին, եկել ենք լի ուրախություններով եւ շատ մեծ բավականություն ստացանք եւ վայելեցինք ձմեռը։ Ես մասնակցեցի պարանի ձգման վարժությանը եւ մենք հաղթեցինք, բավական երկար պատրաստվել էինք այս միջոցառմանը եւ շատ ուրախ եմ, որ մենք հաղթող ճանաչվեցինք։ Շատ շնորհակալ ենք այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար։ Մարզական փառատոնի մասնակիցներին մեկտեղել է առողջ ապրելակերպի գաղափարը եւ մրցակցության ոգին։ Փառատոնի գեղարվեստական մասն էլ ապահովում են Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի բարարվեստի բաժնի սաները։ Մասնակիցների թիվը շատ են եւ երեխաները սիրով մասնակցում են բոլոր միջոցառումներին։ Երեխաներին տալիս է ընկերություն, բարեկամություն, արդարի խաղի կանոնների պաշտպանում, առողջություն։ Մարզական փառատոնն ամփոփվում է պարգևատրումներով, հաղթող ճանաչված թիմերին գավաթներ են հանձնվում, իսկ փառատոնի կազմակերպման գործում աջակցություն ցուցաբերած անհատներին եւ կառույցներին Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի կողմից շնորհակալագրեր։ Ալբերտ Մանուկյան, Գավառ հեռուստաընկերություն, Եղամը օր։